այս խառնակ աշխարհի մեջը անգանխատեսելի միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ մենք կարող ենք փախում ունենալ բազմագողմանի, բազմաշերտ անագնկալներու հետ եւ որոնք նաեւ կարող են աղետալի լինել, եթե մեր ժողովուրդը պատրաստ չէ։ Հետևաբար, յուրաքանչյուրիս վրա բարդականություն կա, որ լավագույնս պատրաստված լինենք եւ նաեւ ամենակարևորը մեծն միջին արևելքի մեջ այս փախումը, որ արդեն ամիսների վեր ընթացքի մեջ է եւ բոլոր նախադրյալները ունի առավել բարթանալու, առավել դարածվելու եւ նաեւ ներքաշելու կամ վերստին փրկեցնելու հարավային Կովկասյան տարածքաշրջանը, ապա ուրեմն մենք որպես Հայաստանի Հանրապետության աբակայով, ներկայով աբակայով սրտացավ եւ մտահոգված հայեր պետք է լուրջ քայլերու թիմենք, որպեսզի կանխենք ոչ միայն ասենք տարածքաշրջանի աբակայունացման այդ ծանր հետևանքները ամբողջ շրջանի վրա, ամենակարևորը օգնենք, որ հայկական պետականությունը կանխե իր գոյության սպառնացող վտանգները կամ ասենք վատակույն բարակային մեղմացնեն։ Ուրեմն մենք դեղյակ ենք եւ անոնք, որոնք պատմության հետ առնչված են հայկական պետականության, հատկապես 1920 թվականի Քարիքին նշտե զորավարի սպարաբեդի այդ շարժումին ծանոթ են եւ ինչպես կարողացավ հայ ժողովուրդը Սյունիքի շրջանի մեջը զորավար Քարիքին նշտեի ղեկավարությամբ կարողացավ պաշտպանել սովետական Կարմիր բանակի ներխուժումին թեմ, որ գուքար Բաքուի շրջանեն եւ միաժամանակ արևմուտքեն Քեմալական բանակի թեմ։ Ուրեմն այս բոլորը իրականացավ եւ մենք այսօր իբադիվ այն ոսկե սերունդին, որ 1920-ին երբ Հայաստանի Հանրապետությունը սովետականացման ջիրաններու մեջ ինգած էր եւ Երևանը արդեն բռնազավթված էր սովետական ուժերու կողմէ, այդ ժամանակը նախախնամական թեր կատարեց Սյունիքի ժողովուրդը ղեկավարությամբ սպարաբեդ Քարիքին նշտեին եւ կարողացավ առանց խորանալու մանրամասնության մեջը ուրիշ արդիվ կմանրամասնենք, կարողացավ ապահովել Սյունիքի արգայությունը սովետական սոցիալիստական հայկական հանրապետության գազմեններս եւ 2000 թվականներու սկիզբը, երբ Ալմա-Աթայի համաձայնագիր իրականացավ, այն ժամանակը մասնակցող պետությունները համաձայն գտնվեցան, որ սովետական միության ժամանակ արգա քարտեզը պիտի հարգվի եւ ադոր շնորհիվ որ այսօր ասենք միջազգային հանրությունը կհարգե հայկական պետականության իրավունքը եւ պատրաստակամությունը պաշտպանելու Սյունիքը։ Ադոր համար Սյունիքը անսերն մխելի է, սակայն ոչ միայն թուղթի վրա, այլ նաեւ կորձնական կերպով ահագին աշխատանք ունենք իրականացնելու, թրիփը պետք է ամեն քնով իրականացվի, հակառակ որ սովետա-ռուսական այդ ռսաստրուկ շրջանակները անընդհատ կպրոպագանդեն, որ իբրև թե թրիփը այս ինչ մութ ուժերու ցերքին կորձիկ է եւ այլն, անոնց ականջ պիտի չգախենք, մենք պիտի զորակցենք հայկական խաղաղության եւ բարգավաճման խաչմերուկին բարձր խաղապարին։ Սակայն այս բոլորը չենք կարող իրականացնել, եթե մեր ներազգային եւ ներեկեղեցական համագարկը օժտված չլա ազատ մամուլով։ Այսօրվա իմ զրուցակիցը հայտնի հրապարակախոս Ոսկան Մխիթարյանը պիտի հարցնամ իրեն, բարո Մխիթարյան, նախ բարի վերադարձ, ուրեմն ծեր կարծիքով ինչքանով գենսական թերակատարություն ունի հայկական ազատ մամուլը, քաչ իմանալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասենք
քյդարարություններեն մեկը այն էր, որ ազատ մամուլ ստեղծեցին։ Ինչ է ծեր գարձիկը եւ ինչքանով գենսական է, որ հայ ժողովուրդը օժտված լա ազատ մամուլով։ Ինչ կապ ունի ազատ մամուլի հզորացումը մեր այսօրվա ներկա իրավիճակին եւ աբակային հետ։ Բարոն Չապարյան, այնքան քեղեցիկ հարցումն է, որում մասին կարելի է ոչ թե գեշ ժամ, մեկ ժամ, կարելի է հադոր մկրել անոր անհրաժեշտության մասին։ Եթե ազատ մամուլ չլա, ժողովուրդը չեմ ակնարկել միայն հայության, ընդհանրապես ժողովուրդներ չեն իրազերկ դառնան ճշմարտության, իրականության։ Մեր բարակային առավել եւս անհրաժեշտ է, որովհետեւ ցավալի է, ասիկա ցավով գարդահայտեմ, որ մեր ասկային կյանքերս լադիգա գուսակցական, մշակութային, հայրենասիրական, նույնիսկ եկեղեցական ընդհանուր կյանքերս կարծեք թե ամեն ինչ ծածուկ է եւ ժողովուրդը անդեղյակ է գադարվող զանազան հեղաթյուրումներու, խարտախություններու պետք չունին այդ մասին ավելի խորը երթալու։ Հետևաբար ազատ մամուլին ավակ բարդականությունն է, որ ժողովուրդը իրազեկ դարձնե, թե մեր գառույցները ինչպես կաշխատին։ Այդ գառույցները ինչպես կբահբանվին եւ իրազեկ դառնալեն յետքը, մենք գագնգալենք մեր արտնամիտ ժողովուրդեն, մանավանդ մեր նորահաս, խելահաս զարգացած ժողովուրդեն, որ իրազեկ դառնալեն յետքը, կորձնական կորձի մտնե, այլ խոսքով նվիրվի կորձնականապես գացությունը բարեփոխելու։ Օրինակի համար, ետեգան խախտումներ մեր եկեղեցական կյանքերս, արիգալլա կանոնակրային, գալվածային, ամիջապես ժողովուրդը պետք է այդ ուղղությամբ հաշիվ պահանջի։ Նույնը նաև մեր ազգային դպրոցական կյանքերս։ Այսօր քեղեցիկ դպրոցներ փակվեցան։ Ժողովուրդը դեղյակ չէ թե ինչու փակվեցավ։ Հետևաբար, եթե ժողովուրդը իրազեկ չդառնա, չգնար պահանջել։ Հետևաբար, ազատ մամուլի կարևորությունը շատ մեծ անհրաժեշտություն է, բարոն Չապարյան։ Մենք պետք է ժողովուրդը արթնցնենք, որպեսզի իմանա, որ հոն ինչ որ կգադարվի, իրեն թեմ է որ կգադարվի, եւ հետևաբար իր արդար իրավունքն է բանջելու, հաշիվ բանջելու։ Գուսակցություն է, միություն է, եկեղեցի է, ազգային առաջնորդարան է, պետք է ժողովուրդը իր մտքի հորիզոնը ընդլայնե եւ դեր կանգնի իր բոլոր գառույցներուն անխտիր։ Այս կողմ, այդ կողմ չկա։ Մեր ազգային հավաքական կյանքի հարցն է։ Այլ խոսքով մեր քոյութենական հարցն է, որուն համար մեր ժողովուրդը բարդավոր է կորձնական իր բաժինը բերելու։ Այո, գխոսինք ազատ մամուլի մասին, շատ լավ բան է։ Բոլորս կմասնակցենք, մենք բարոն Չապարյան միասին դարիներ վեր գխոսենք եւ գքրենք, որովհետեւ կհավատանք, որ ժողովուրդը պետք է բերենք այն մագարտակին, որ լսել է խորաբես ցանոթանալ է իդ կորձական քայլ պիտի առնե։ Չենք ուզեր, որ մեր ժողովուրդը այլևս ըլլա արդասահմանի մեջ, ըլլա հայրենիքի մեջ, լուսանցքի վրա մնա։ Ընդհակառակը մայր էջին վրա ըլլա եւ կորձնական իր բաժինը բերե մեր ազգային կյանքը վերանորոգելու։ Ըլլա դիգա պետականաշինության մեջ, ըլլա դիգա եկեղեցաշինության մեջ, ըլլա դիգա մեր ազգային դպրոցական կյանքերս կամ միութենական զանազան գազագերություններում ես։ Եթե իրազեկ չդառնաք սիրելիներ, անդարբեր կմնաք։ Անդարբերությունը մեզի գարաշտորթե դեպի փդազություն, նեխազություն, ընդհակառակը 21-րդ դարին սիրելիներ, անհրաժեշտ է որ բոլորս ազատ մամուլի միջոցով իրազեկ դառնանք, բայց միայն լսող չլանք, ընդհակառակը կորձնականապես քայլ առնենք սխալները ճշտելու համար։ Մեր նպատակը
Փարին է եւ ուրիշ ոչինչ։ Եվ ասոր մեջ մեր ժողովուրդը անպայման իր բաժինը պետք է ունենա։ Եթե մենք ահազան կհնչեցնենք զանազան հարցերու մասին, բարձրապես անոր համար, որ այդ բոլորը գելը նախ մեր ներքին բծախնդրութեն հանդեպ մեր ժողովրդին, մեր գարույցներուն եւ գագնգալենք, որ մեր ժողովուրդը անպայման իր կորձում մասնակցությունը բերե։ Եթե չմասնակցիկ, եթե ցերքի չդանք, չենք կրնար կորձը հաջողցնել։ Ասոր մեջ բոլորի մասնակցությունը անհրաժեշտ է եւ հայ մամուլը գագնգալ է, որ բոլորը դալ խորաբես հավատարիմ գերբով կորձակցիկ այս վեհ արաքելության կորձոն աշխատանքի։ Շնորհակալություն բարոն Մխիթարյան։ Այո, ինչպես որ բարոն Մխիթարյանը ասավ, շատ կարևոր է, որ ազատ մամուլի մշակույթը ուժեղանա եւ այս արդի պետք է ասեմ, որ վերջերս հայր Խորեն Հովանեսյան շատ հետաքրքրական մեջբերում մկադարեց Զորավար Անտրանիկ Օզանյանեն, որ այդ խոսքը գսե Զորավար Անտրանիկ ամեն հայ եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը բագաս կլիներ, Զորավար Անտրանիկ։ Ես ալ այդ խոսքը գարտալով իմ մտքերը թուղթի վրա դրի եւ հետեւյալը գրեցի. ավելի քան 1000 տարվա հիվանդություն 1045 թվականին սկսյալ Քեդաթարց չգադողոգոսեն սկսած միջև 2020 թիվ 44 օրյա բادرազմը այս բոլորի արմատը անբաճելիությունն է, որի արգայության հիմնական պատճառը բացահայտման եւ հաշվետվության ենթարկելու համագարկի բացակայությունն է։ Հետևաբար, բանից դուրս է գալիս, որ մեր ժողովուրդը վերջին հազարամյակին հրաբարակային թափանցիկության եւ հաշվետվության համագարկեն զրկված է։ Իմ համոզումով հրաբարակային թափանցիկության եւ հաշվետվության համագարկի զարգացումը ունի գենսական եւ անկագդելի փաղադրամասեր։ Առաջին իրավաբահ մարմիններու արգայություն զուգորդությամբ բացահայտային եւ հետազոտական լրակրություն գիրառող ազատ մամուլի։ Երկրորդ հաշվետվության եւ պատասխանատվության ենթարկող համագարկ բաժամիջոցներու գիրառում։ Երրորդ եւ վերջինը գարկաբահության պահպանման եւ հավանական զարգացումներու կանխարգելման եւ գարկ ու կանոնի մարդկային եւ ազգային հարստության պաշտպանման համագարկ։ Ինչ ցել գուզենք ազատ մամուլի առումով հայ ժողովուրդը թշպախտաբար 220 տարի յետ է Ամերիկայի Միացյալ Նահանգներեն, ինչու՞, որովհետև Ամերիկայի հիմնադիր հայրերը 1770-ականներեն սկսյալ արդեն իրենք մտահղացած էին, իրենց միտքի մեջը հասունցած էր այն միտքը, որ ազատ մամուլը ազատ արտահայտվելու հրաբարակային թափանցիկության եւ հաշվետվության եւ հաշվեպահանջության օգտին ազատ մամուլի արգայությունը գենսական կարևորություն ունի ամերիկյան բեդության եւ հասարակության առողջության պահպանման, իսկ եթե այն թեփքերը, որ հասարակության եւ բեդության առողջությունը վտանգած են, ապա ուրեմն ազատ մամուլը որպես 4-րդ զորասյուն առաքելություն ունի եւ մշտական առաքելություն ունի բացահայտելու եւ թիմակը պատրելու մտության մեջ կորձող այն ուժերուն, որոնք իրենց սեփական շահի համար գվտանգեն ամբողջ հասարակության առողջությունը։ Եվ այս բարակային հպարտությամբ կսեմ, որ մեր ժողովուրդը զարթոնք կապրի եւ իբադիվ մեր ժողովրդին հայ ազատ մամուլը եւ ոչ գուսակցական, որովհետեւ գուսակցական մամուլը թշպախտաբար այս օրերուն խստիվ
գարքիլե ազատ զրույցը եւ խստիվ գարքիլե թափանցիկությունը, որովհետեւ ամեն մեկը հետաքրքրված է կամ շահագրգռված է իր նավագով եւ ոչ թե նավադորմով։ Իսկ ազատ մամուլը սրդացավ է եւ շահագրգռված է եւ նվիրված է ամբողջ նավադորմի առողջությամբ։ Փոխանակ մեկ նավագը փրկելու, մենք պետք է փրկենք ամբողջ նավադորմը, ինչպես առողջության պահպանմամբ, ղարքաբահության պահպանմամբ։ Ուրեմն անցյալ շաբաթ USA Armenian Life TV-ից, այսինքն հերոստա հաղորդումը, որ ներկայացած էին Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցի շրջանագեն ներս կատարված ասենք աբորինի կորձունեություններու մասին, ես նախ եւ առաջ պետք է բարձր քննադեմ բարոն Վահե Քեշիշյանի նվիրվածությունը, որ պատրաստական կերպով եկավ եւ սրբած զրույց ունեցանք։ Հիմա արդեն սկսած են որոշ գուսակցական զայրահեղականներ իրենց սպառնալիքները գարտալ եւ այստեղ ես լուրջ ըսելիք ունիմ։ Ձեր սպառնալիքները, ձեր բուլինգը ոչ մեկ կերպ չեն ասելու մեր նվիրվածության վրա։ Եվ լավ իմացեք, որ մենք բոլորս նույն ընտանիքի կպատկանենք, բարոն Ադրուշան Արմենյանը երկար դաստամյակներու ընկեր եղած է, եթե այս խնդիրները փառվող կերպով լուծվին, մեր ընկերությունը կարող ենք շարունակել։ Ես անձնապես գուսակցական եղած եմ շարքային հայ-եղբական դաշնակցության եւ իմ 20-ական տարիքից Քարեկին նշտե գոմիդեության գուսակցական քարտուղարը եղած եմ։ Եվ ես շարավիղն եմ Չապարյան, Քելեշյան, Թաբակյան քերտաստաններուն, որտեղ բոլոր դղամարդիկ շարքային ընկերներ եղած են, ներառյալ իմ սեփական եղբայրներս, այնպես որ սիրեներ ինձի գուսակցականության մասին քարոզ չեք կրնար գարտալ, միայն գրնակ ուշադիր լսել եւ ծեր սպառնալիքները դանիլ այնտեղ որ գրնա ծեր սպառնալիքը արժեք ունենա։ Եվ այստեղ պետք է ասեմ, որ դուք չարաչար գսխալիք, եթե բարոն Վահե Քեշիշյանի ցանկին ովևէ դեպ վնաս սպառնացող վտանգ ստեղծեք եւ իմացեք, որ դուք չարաչար պիտի հետապնդվիք արդարության կողմէ եւ դուք հաշիվ պիտի տաք։ Այնպես որ եթե 2018 թվին Քարեկինաբաշտ հին ռեժիմական ռոբոսերժական այս քրեա օլիգարխիկ մշակույթ գիրառողներուն սպառնալիքը, որ քիչ մի հետ էկրանի վրա պիտի տեսնեք, չկարողացան լրացնել Ափո Չապարյանին, Ոսկա Մխիթարյանին, կանադային ուրեմն քեղարթի այն նվիրյալ ասենք հրաբարակախոսներուն եւ նաեւ բազմաթիվ այլ հրաբարակախոսներուն եւ որոնց հերթին Քևորգ Յազջյան եւ բազմաթիվ հարկելի աշխատակիցներ, այնպես որ մեկտի թրեք դուք եթե հին մոլորագի բնակիչներ եք, բարի եկած եք 21-րդ դար, բարի եկած եք նոր մոլորակ։ Հիմա նոր մոլորագի վրա չեք կարող հին մոլորագի մշակույթը շարունակել։ Եթե դուք Ամերիկայի մեջ եք, դուք սխալ երկրի մեջ եք, եւ եթե դուք ընդհանրապես ազատ աշխարհի մեջ եք, դուք բոլորովին սխալ երկրամասի մեջ եք, կամ ինչպես որ գսեն նոր աշխարհի մեջ հին մոլորագի բնակիչներ չաշխատիր, լավ չաշխատիր։ Ավելի լավ է որ բոլորս ծեր սերքի տանք եւ ինչպես որ բարոն Մխիթարյանը իր բարձապանումները ներկայացուց եւ առողջ մոդեցումը ասենք գիրարեց այս մեր հասարակական կյանքի առողջության վերականգնման համար, ավելի լավ գլա որ սրբած կերպով որպես մեծ ընտանիք իրար հետ առնչվենք եւ մեր հարցերը լուծենք։ Փաստորեն մեր երկու կաթողիկոսություններն ալ եւ բազմաթիվ թշպախտապար բազմաթիվ գազագերբական ղեկավարներ գոռումփացված են եւ քիչ առաջ բարոն Մխիթարյանը շատ հստակ
մատնանշեց վարժարաններու փակման մասին եւ այս բարակային ես պիտեմ անունները մեկը Մելքոնյան գրթական հաստատությունը Գիբրոսի մեջ որ աբորինի կերպով փակվեցավ եւ բազմաթիվ հայկական վարժարաններ փակվեցան եւ այս հարստությունները անշարժ եւ հնչյուն հարստությունները հաշվետվության բագասե գդարաբին Լոս Անջելեսի մեջ Թեքյան մշակութային միությունը Թեքյան արշակ դիկրան վարժարանը փակեց օրինակի համար եւ այդ գումարը որ վաճառվեց ասենք անշարժ գալվազի քույքի վաճառքեն որ կոյացավ բազմա միլիոն դոլար հիմա արդեն այդ ճակատագիրը հստակ չէ հիմա ըստ երևույթին բարոն Մխիթարյան մենք մեծ խնդիր ունենք մեր ժողովրդին պատկանող բազմա միլիարդ դոլարներու հասնող հարստություններու ճակատագիրը ինչ պիտելա գրնակ նշել այն միապանությունները սկսած Երուսաղեմեն միջև Կոստանդնուպոլիս եւ նաեւ պետք չէ բավարարվենք բարոն Մխիթարյան միան արաքելական շրջանակով այլ նաեւ պետք է նշենք նաեւ օրինակման Մխիթարյան հայրեր ինչ կսեիք այնպեսի նույն մշոշապետիկ բարոն Չապարյան որ օրեր ամիսներ պետք է խոսենք այդ մասին ընդհանուր ցեվով ակնարկեմ այո Մխիթարյան հայրերուն շատ մոդեն զանոթ եմ ես եւ երկար տարիներ կորձակցած եմ այսօր մտահոգ ենք նաեւ որ ինչ կրնալալ այդ քեղեցիկ գղզին վերջնագետը ոչ ոք գիտե հիմա այս հարցերը ինչու ժողովրդին չփերենք զանոթացնենք եւ ասենք որ դուք ինչով կրնակ օգնել Մխիթարյան հայրերու աբակայիմաց քիչ առաջ ակնարկեց բարոն Չապարյանը Մելքոնյան վարժարանը գիտեք ինչ քեղեցիկ հիանալի կորց կատարած այդ վարժարանը այսօր գրեթե 2003 թվականին իվեր փակ է մանավանդ արևելքի այդ դակնու վրա վիճակի մեջ գիտեք ինչ սերունդ կրնար պատրաստվել այդտեղը հիմա հարցոնը որ փակվեցավ օքեյ հայ բարեգործական միությունը իր ցերկերուն մեջ արած այդ բոլորը հարցոնը որ քանի հոգի գիտե թե ինչ էր իրական պատճառը որ այդ վարժանը փակվեցավ հանգուցյալ Մեսրոպ Պատրիարքը շատ Բոլսո Պատրիարքը մեծ աշխատանք տարավ որ ինք վերացեվոմը ստանցնե ղեկավարությունը բայց անշուշտ չդրվեցավ իրեն Աստվածօքին լուսավորե հայ բարեգործական միությունը փակեց ադիգա ինչ նպատակով հիմա այդ վարժարանը ճիշտ է որ ղեկավարվեր հայ բարեգործական միության հովանի ինտակ բայց չմոռնաք սիրելիներ գբատկանի հայ ժողովրդին Մելքոնյան եղբայրները ադիգա գդագեցին հանուն հայ ժողովրդի բարելավման այսօր հաշիվ դվող չի գա հիմա ես անձնապես այդ վարժարաններս քալած եմ բդած եմ իմ Գիբրոս եղած դարիներուս բայց ինձ համար դակավին հստակ չէ թե վարժարանը ինչու փակեցին այդքան զաղգուն վարժարանը ինչ էր քեր նպատակը ինչու իմ ժողովուրդս այս բարակային արդասամանի հայ ժողովուրդը չիմանա թե ինչու փակվեցավ եւ ինչ էր իրենց քեր նպատակը ես կգարձեմ որ այսպիսի արարքներ պետք է բացահայտվին հայ մամուլի գոմե նույնիսկ հայ անձնավորություններու գոմե մարդիկ որոնք զարայած են այդտեղ բացահայտորեն պետք է խոսին այդ մասին բարոն Վարդգես Քուրոյան Թունգուքաս իմ միտքս բարոն Գոջոյան Թունգուքաս իմ միտքս որ այդ դպրոցներս զարայած եք հաշիվ բանջեցեք դիգին Երան Քարայան Գիբրոսի մեջ բոլոր դալ իրավունք ունիք բանջելու մի բանջեք եւ նույն ադեն իրազեկ դարձնեք հայ ժողովուրդը որ այս թադաբարդելի արարքը երբ վերջ պիտի գտնե մեկ օրինակ կտամ գործեզի նույնը վադայեցա Պասադինայի մեջ ինչպես պարոն Չապարյանը ակնարկեց Արշակ Տիգրանյան վարժարանը այս զաղգուն դպրոցները ինչու կփակեք հիմա այս բոլորը ձազուկ կգդարվին
ժողովուրդը ինչու պիտի չիմանա։ Երբ նախ ժողովրդին համար բացված է, ու ապա ժողովրդի մասնակցությամբ գանքում մնացած են այդ դպրոցները։ Անագնգալամիջապես կփակեք եւ ժողովրդի իրազեկ չեք դարձնել։ Աբասիկ մենք մեզի իրավունք կտանք եւ գագնալենք, որ ուրիշները իրենց իրավունք տան, թեկուզ մամուլ չունենան, բայց կրնան ելնել խոսիլ եւ հաշիվ պահանջել։ Ի վերջո ամենքս ալգսենք, որ սպիրկայությունը ու մեծամասնությունն է հայության, 8 միլիոն հայություն կա։ Մեր աբական հստակ չէ։ Մեր աբական այդքան ծաղգուն չէ, եթե չմիապանվինք եւ այս հարցերը չլուծենք սեղանի վրա։ Որովհետեւ լուծենք, պետք է իրազեկ դառնանք։ Ահավասիկ կարևորությունը այստեղ է ազատ մամուլին։ Բոլորսալ պետք է խոսենք այս մասին եւ լուծումներ առաջարկենք։ Մենք բոլորսալ գիտենք, որ գդարաբինք։ Խոսենք այդ մասին։ Դերևս ներսեն բարբվի այդ բոլորը, բայց կանք ազնիվ նպատակով եւ լավ առաջարկներով լուծում բերենք։ Եթե անդարբեր գտնվենք, չկա լուծում սիրելիներ եւ այս չսելու համար արաբախավությունը կշարունակի։ Հետևաբար ասիկա լավակույն արիտն է, բոլորիդ կոչ կնենք, իրազեկ թարնալ է ետք, խնդրեմ, մասնակցեցեք եւ կորձյանցեք։ Այո, ճիշտ է, Վարոն Մխիթարյան, պետք է յուրաքանչյուր հայ, որ սրտացավ է, կրնա մեծ օգուտ բերել անդամակրվելով, կորձոնյա անդամ դառնալով, հասարակական, գրոնական, մշակութային, մարզական գազམ་ագերբություններն ներս եւ հատկապես դպրոցական գառույցներն ներս, որովհետեւ սիրելի հայրենագիտներ, մենք պետք է ամեն կերպ անվտանգությունը իրականացնենք, որովհետեւ մենք չենք կարող ոչ ռեսաստրուկ թալանչիներուն, ոչ ալ օդար երգրյա կամ օդար մուտ շրջանակներու սորոսականներու հետապնդած օրագարքին հետևելու եւ թողնելու, որ հայ ասկին ճակատագրին հետ խաղան։ Ազատ մամուլի գլխավոր առաքելությունը հայ մարդուն եւ հայ ասկին ներառյալ հայկական պետականության եւ աշխարհասփյուր հայ ժողովրդին անվտանգությունը ապահովեցնելու եւ անվտանգությունը առավել զարգացնելու համար, որովհետեւ մենք շատ ծանր առաքելության շեմին ենք, եթե մեր դնային բարդականությունը ճիշտ ծավով չկատարենք։ Հետևաբար այդ հին մոլորակի բնակիչներու սպառնալիքները ոչ մեկ արդյունքի պիտի չի կարողանան հասնել մեր առաքելությունը անվախ կերպով, սակայն արդար կերպով։ Մենք ոչ մեկի հանդեպ քինախնդիր չենք, այլ մենք նվիրված ենք մեր հավաքական շահերու ապահովման։